Երեկ առաջ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դրանից առաջ էլ գրառում էր կատարել, որ պետք է մենք պետություն կառուցենք միջազգայինորեն ճանաչված սահմաններում, ընդհանրապես այս իշխանությունների քաղաքականություն հետևյալն է, որ մենք չպետք է պահանջատիրությամբ հանդես գանք, պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորենք, դուք ինչ դիրքորոշում ունեք։ Սկսեմ այսպես, ես հայ եմ, հետևողական պահանջատեր եմ, մեր կորցրած հայրենիքի համար։ Հայաստանի մեծ մասը հիմա օկուպացված է թուրքերի կողմից, դա իմ դիրքորոշումն է։ Ես մշեցի եմ, իմ պապը Մուշ նահանգի Քանքարլու գյուղից է, ու նման արտահայտությունները, որ արվել է կառավարության կողմից, ես հակահայկական եմ համարում, ոչ միայն հակապետական, որովհետև պետականություն առանց պատմության չի կարող լինել, այլև ընդհանրապես հակահայկական եմ համարում։ Մինչև որտեղ, որ գիծը կարող է մեր իշխանությունների ուրացողությունը գնալ։ Ընդհանրապես անհանդուրժելի է ուրացողությունը։ Սրանք իշխանություն չէ, սա իշխանություն ես որպես չեմ համարում, ես համարում եմ այս մարդկանց իշխանավորներ, որովհետև իշխանությունը դա կոնկրետ ազգի ինտերեսները պահող կառույց է։ Ինչու ենք մենք այսօր տեսնում հակապետական, հակահայկական, հակաազգային գործունեություն։ Բոլոր իշխանությունները, ասենց ասեմ, իշխանավորները նորագույն պատմության Հայաստանի Հանրապետության նույն գործը արել են։ Ուղղակի ներկայիս իշխանավորները դա հասցրել են ապագեային եւ աբսուրդի։ Այսինքն ես չեմ տարանջատում օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Նիկոլ Փաշինյանին իրարից կամ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները կամ Սերժ Սարգսյանի, որովհետեւ ամեն մեկը իրենց հերթին այս ազգի մեջ մտցրել են թե պառակտում, թե կրթական համակարգի ոչնչացում, թե արժեքների խեղաթյուրում եւ այլն եւ այլն։ Չեմ ուզում մանրանամ, ուղղակի այն ինչ որ արվում է հիմա ու ժողովրդի լեզվով ասած ապաշխյար է, դա ուղղակի աբսուրդ է։ Հայ մարդու համար անընդունելի է։